Երևանի հին թաղամասերից մեկում ապրում էր մի փոքրիկ աղջիկ, Անահիտ անունով։ Նա 10 տարեկան էր, բայց կյանքը նրա համար դժվար էր եղել, վերջին տարիներին առավել ևս։ Հայրիկը հեռու էր աշխատում, մայրիկը հիվանդ էր և ընտանիքը դժվարությամբ էր հոգում ամենօրյա հացը։ Ամանորի նախօրեին Անահիտը նայում էր պատուհանից, տեսնելով, թե ինչպես են հարևանները զարդարում տոնածառը, վառում լույսերը և ծիծաղում բակում։ Ինչու մեր տանը հրաշք չի գալիս, մտածում էր Անահիտը։ Նրանք չունեին տոնածառ, միայն մի հին գաթա էին թխել մայրիկի հետ, որի մեջ թաքցրել էին մի հին մետաղադրամ, հույսով, որ բախտը կժպտա։ Գիշերը Անահիտը չէր կարողանում քնել։ Նա վեր կացավ, հագավ վերարկուն և դուրս եկավ բակ։ Դրսում մեղմ ձյուն էր գալիս, և քաղաքը լուռ էր։ Հանկարծ հեռվից լսվեց զանգակների ձայնը։ Անահիտը շրջվեց և տեսավ մի մեծ, ձյունածածկ սահնակ, որ քաշում էին եղջյուրները։ Սահնակի վրա նստած էր ձմեռ պապը, երկար, սպիտակ մորուքով, կարմիր վերարկուով և մի մեծ պարկուսին։ «Փոքրիկս, ինչու ես այստեղ, մենակ, գիշերով», հարցրեց նա, ջերմ ձայնով։ Անահիտը պատմեց իր ընտանիքի մասին, մայրիկի հիվանդության, հայրիկի բացակայության և պատմեց այն մասին, թե ինչքան է ուզում, որ ամանորին մի հրաշք լինի։ Ձմեռ պապը ժպտաց և ասաց. «Հրաշքը չի գալիս միայն նվերներով, այն սկսվում է սրտից։ Դու հավատում ես հրաշքի, և ահա այն եկել է»։ Նա պարկից հանեց մի փոքրիկ տոնածառ, կախված փայլուն զարդարանքներով, մի զամբյուղ լիքը մրգերով, քաղցրավենիքներով և դեղորայք մայրիկի համար։ Բայց ամենակարևորը, նա Անահիտին տվեց մի կախարդական ձյունագնդիկ։ «Սա ցնցիր, և քո ամենամեծ երազանքը կիրականանա»։ Անահիտը վերադարձավ տուն, զարդարեց տոնածառը, դրեց սեղանին առատ ուտելիքներ։ Առավոտյան, երբ ցնցեց ձյունագնդիկը, հանկարծ դուռը բացվեց, և ներս մտավ հայրիկը, վաղուց սպասված։ Նա գրկեց ընտանիքին, և մայրիկի աչքերին արցունքներ հայտնվեցին։ Այդ ամանորը նրանց համար դարձավ իսկական հրաշք, ոչ միայն նվերների, այլ սիրո, հավատի և ընտանիքի միասնության շնորհիվ։ Եվ այդպես Անահիտը հասկացավ, որ ամանորի հրաշքը միշտ գալիս է, երբ սիրտդ բաց է հույսի առաջ։ Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ։ Թող հրաշքները լինեն ձեր կյանքում ամեն օր։